Իրան-ԱՄՆ հարաբերություններում արձանագրված վերջին պայմանավորվածությունները շարունակում են մնալ քաղաքական ու փորձագիտական քննարկումների կենտրոնում, թե որքանով է ձեռք բերված փոխըմբռնումը շահավետ կողմերի համար, ինչ տնտեսական ու տարածաշրջանային հետևանքներ կարող է ունենալ այն, ինչպես նաև ինչ հնարավորություններ ու ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար, այս հարցերի շուրջ Պանորամայ-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Ըստ ձեզ, այս համաձայնագրում որ կողմն է ավելի շահեկան պայմաններ ստացել։ Իրականում, քանի դեռ մենք չունենք համաձայնագրի վերջնական, այսպես ասենք, իրագործման փուլը, ես կարծում եմ այս պահին մենք ունենք համաձայնություն կամ ռազմական գործողությունների դադար հնարավորություն, որը ձեռնտու է բացի Իսրայելից բոլոր կողմերին։ Բնականաբար թե հետո դա ինչպիսի արտացոլում կունենա եւ արդյոք կողմերի նախնական այսպես մտադրությունները ինչքանով կիրականանան կամ կարդարացվեն, դա ցույց կտա ժամանակը, որտեղ այս համաձայնագիրը դեռ ինքն իրենով չափազանց քիչ է, եթե հաշվի առնենք, որ ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորումը ինչպես ունի, այսպես ասենք, խրախուսողներ, այնպես էլ ունի խոչընդոտողներ, որոնք բավականին ազդեցիկ են, հատկապես Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես Եվրոպայում նաեւ Մերձավոր Արևելքում, հետեւաբար առայժմ չափազանց վաղ է խոսել, թե կողմերից որն է այս համաձայնագրով ինչ շահում եւ ում համար այն հաղթանակ, ում համար պարտություն։ Եթե ընդհանուր առմամբ այս պահին դիտարկենք, թե ինչ հնարավորություններ է ստեղծվում, ես կարծում եմ սա երկկողմ ձեռնտու համաձայնություն է, իսկ եթե մենք փորձենք հասկանալ Միացյալ Նահանգների ինչին է պետք է այսպիսի համաձայնագիրը, պետք է հասկանանք Միացյալ Նահանգների ավելի երկարատև ռազմավարության ուղղվածությունը։ Իսկ այն ես առիթ ունեցել եմ ասելու, ուղղված է տարածաշրջանում այսպես ասենք ուժային ճարտարապետության վերադասավորմանը եւ Միացյալ Նահանգների համար ինչպես մինչեւ 1979 թվականը, այնպես էլ հիմա չափազանց կարեւոր է Իրանը որպես ոչ թե Միացյալ Նահանգների թշնամի, այլ Իրանը որպես Միացյալ Նահանգների համար հենակետ տարածաշրջանում։ Իսկ այս համաձայնագիրը, որը հետագայում նաև կկնքվի, ինչ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարներում։ Երկու պարագայում էլ ես կարծում եմ բարերար ազդեցություն կունենա։ Այս պահին մենք արդեն ունենք տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես հանել է սանկցիաները իրանական նավթի նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, 60 օրյա ժամկետ է սահմանել, այսինքն 60 օրյա ժամկետով հանվել են սանկցիաները եւ Իրանը կարող է նավթը վաճառել։ Այսինքն Իրանի համար սա տնտեսության վերակառուցման եւ տնտեսության զարգացման հնարավորություն է։ Միաժամանակ եթե հաշվի առնենք, որ համաձայնագիրը նախատեսում է նաեւ Իրանի տնտեսության վերակառուցում, սա ըստ էության Իրանին հնարավորություն կտա նաեւ տեխնոլոգիաների որոշակի ներմուծման, իսկ Իրանը իրապես ունի տեխնոլոգիաների խնդիր։ Զարգացած տեխնոլոգիական տնտեսություն կառուցելու ճանապարհին կարծում եմ սա հնարավորություն է, բայց դարձյալ վերադառնանք, թե արդյոք ինչքանով է սա իրատեսական եւ ինչքանով Իրանի թշնամիները կամ այս համաձայնագրի թշնամիները թույլ կտան, որ այն այսպես ասենք երկար կյանք ունենա։ Եթե հաշվի առնենք իրանական կողմի համար սահմանված կարմիր գծերը, այդ գծերից մեկը Լիբանանն է, մյուսը հետ կապված հատվածի հետ կապված խնդիրն է եւ Իրանը մեկ անգամ չէ որ ցույց տվեց, որ եթե այս ճակատներում չկանգնեն ռազմական գործողությունները, ապա Իրանը պարզապես դուրս կգա այս համաձայնագրից։ Իսկ Իսրայելը բնականաբար ունի ռեսուրսներ եւ ունի հնարավորություններ, որպեսզի ցանկացած պահի սաբոտաժի ենթարկի այս համաձայնությունը։ Հետևաբար կրկին ասեմ, որ դեռ վաղ է խոսել ձեռքբերումների մասին, խոսել տնտեսության զարգացման մասին, քանի դեռ մենք չունենք վերջնական պատկեր, արդյոք այս համաձայնության թշնամիները թույլ կտան, որպեսզի այն ռեալիզացվի։ Իսկ այս համաձայնագրով ինչ զիջումների է գնացել Իրանը եւ ինչ զիջումների ԱՄՆ-ն։
Իրական դեռ վաղ է ասել, որովհետև սա վերջնական համաձայնագիր չէ, սա ընդամենը ճանապարհային քարտեզ է կողմերի համար հետագա բանակցությունների։ Մենք այս պահին համաձայնագրով սահմանված ունենք կրակի դադարեցում բոլոր ճակատներում, իրանական ակտիվների ապասառեցում, ընդ որում մասնակի, հետո շարունակաբար, եւ ունենք այն, որ Իրանի տնտեսության վերակառուցման ծրագիր կա, որը վերացական է։ Սանկցիաներ հանելուն ուղղված քայլեր, որը եւս այսպես աստիճանական է լինելու։ Այս առումով ես կարծում եմ, որ եթե նախորդ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունը արևմուտքի համար շատ ավելի ձեռնտու էր, թե վերահսկողություն ունենալու իմաստով եւ թե Իրանին կատարված, այսպես ասենք, բոնուսների առումով, ապա այս պարագայում բնականաբար իրական հողի վրա Իրանը դիմադրելով հնարավորություն ստացավ, որպեսզի որոշակի գործոններ շատ ավելի առաջ տեղի ունենան եւ սրանով պայմանավորված ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները այսպես լուրջ զիջումների է գնացել, ինչպես որ լուրջ զիջումների չի գնացել նաեւ Իրանը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չի ցանկանում ունենալ, հետեւաբար այս առումով էլ ես չեմ կարծում, որ Իրանը զիջումների է գնացել։ Իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգված է, այսինքն հաջորդ փուլին է թողնված, որպես ոչ թե փաթեթային լուծման, այլ հետագա բանակցությունների առարկա է, որը եւս, այսպես ասենք, կարող է հետագայում սաբոտաժի ենթարկել եւ ընդամենը այս համաձայնությունը ուղղակի չեղարկվել։ Հետեւաբար նաեւ սա է պատճառներից մեկը, որ նշում եմ դեռ վաղ է խոսել թե զիջումների մասին, թե ձեռքբերումների մասին։ Իսկ եթե համաձայնագիրը վերջնական կնքվի, այն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի համար։ Հայաստանի հնարավորությունները էապես կավելանան, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը լինելով Հայաստանի հարավային, այսպես ասենք, դարպասը հնարավորություն է ելքի համար։ Շատ ավելի կարևոր է այն լոգիստիկ ծրագրերը, որոնք հնարավոր են իրականացնել Իրանի հետ միասին։ Մենք դեռևս 2020 թվականից հետո ունեինք Իրանի, Հնդկաստանի եւ Հայաստանի միջոցով նոր տարանցիկ երթուղի ստեղծելու հնարավորություն Չաբահարի միջոցով, որը ցավոք սրտի արկախվեց։ Եթե սրանք որպես լոգիստիկ ուղիներ հնարավոր լինի իրագործել, նաև Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելու հնարավորությունը օգտագործել, Հայաստանի տնտեսությունը իսկապես հնարավորություն թե դիվերսիֆիկացվելու եւ թե հնարավորություն կստանա այսպես նոր շուկաներ դուրս գալու։